Բարև հարգելի հայրենակից, Արմատ մեդիայի եթերում Ադրբեջանի կուլիսներ հերթական հաղորդաշարն է։ Այսօր խոսելու ենք մի երևույթի մասին, որը արտաքնապես թվալու է թե հասարակական նշանակության երևույթ է, բայց իրականում Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ տարվող հիբրիդային պատերազմ։ Սա ոչ միայն հիբրիդային պատերազմ է, այլ նաև Ադրբեջանի կողմից արտաքին քաղաքականության նշանակություն ունեցող կարևորագույն ուղղություն։ Սրանով Ադրբեջանը նախ եւ առաջ փորձում է նոր արտաքին մարտահրավեր ստեղծել եւ իհարկե այդ մարտահրավերով Հայաստանի դեմ նոր քաղաքական գործողություններ սկսել։ Վերջին 3 տարում այս հասարակական կազմակերպություն թվացող ընկերությունը զբաղված է Հայաստանի դեմ լուրջ մարտահրավերներ ստեղծելով, իսկ այդ կազմակերպության անունը Արևմտյան Ադրբեջան է, իհարկե ճակերտների մեջ։ Վերջին 1 տարվա ընթացքում այս հակահայկական կառույցը տանում է հիբրիդային պատերազմ Հայաստանի դեմ եւ առավելագույն հնարավորություններ գրանցում։ Խոսքը վերաբերում է կոնֆերանսների անցկացմանը, միջազգային համաժողովների անցկացմանը, այդ թվում նաև գրքային եւ քարտեզների տպագրությանը։ Արևմտյան Ադրբեջան եզրույթը Ադրբեջանը կիրառում է ոչ թե նկարագրելով իր տարածքում գտնվող արևմտյան հատվածները, այլ դրա տակ ի նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքը։ Այստեղ խոսքը ոչ թե Ադրբեջանի փախստականների վերադարձման իրավունքի մասին է, այլ Հայաստանի Հանրապետության սուբյեկտայնությունը եւ տարածքային ամբողջականությունը հարցականի տակ դնելու մասին է։ Սա դասական ռևիզիոնիստական նախագիծ է։ Ինչ է նշանակում ռևիզիոնիստական նախագիծ։ Ուրիշների երկրի տարածքը ներկայացնել որպես մերը, պատմությունը վերաշարադրել, միջազգային փաստաթղթերը կասկածի տակ դնել եւ պատրաստել քաղաքական, իրավական կամ ռազմական հիմքի պահանջներ ներկայացնելու քաղաքական նախագիծ։ Ինչպես է աշխատում այդ մեխանիզմը։ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանին հարկավոր էր նոր արտաքին քաղաքական մարտահրավեր Հայաստանի դեմ, որպեսզի Իլհամ Ալիևը կարողանա իր իշխանությունը պահպանել։ Եվ այսպիսով ստեղծվեց կամ վերափոխվեց այն հասարակական կազմակերպությունը, որը ստեղծվել էր 90-ական թվականներին այսպես կոչված ադրբեջանցիների փախստականների իրավունքները պաշտպանելու համար։ Այդ հասարակական կազմակերպությունը վերանվանվեց Արևմտյան Ադրբեջան հասարակական կազմակերպության եւ 2020 թվականից ծածուկ գործելով մինչեւ 2022 թվականը այս հասարակական կազմակերպությունը սկզբնական շրջանից էլ սկսեց խոսել Հայաստանի տարածքները որպես ադրբեջանական ներկայացնելու իր մտադրության մասին։ Իսկ ավելի ընդգծված գործողություններ սկսեց Հայաստանի Հանրապետության դեմ 2023 թվականի Արցախը հայաթափելուց հետո։ Վերջին միջազգային համաժողովը, որը Ադրբեջանը անցկացրել է Բաքվում, եղել է 2025 թվականի դեկտեմբերին եւ այն կոչվել Արևմտյան Ադրբեջանի 3-րդ համաժողով։ Այս համաժողովում քննարկվել են տարբեր հարցեր, ներկայացվել են տարբեր հակահայկական գործողությունների պլաններ։ Խոսքը վերաբերվում է քաղաքական հայտարարություններին, Հայաստանի տարածք վերադարձի իրավունքին, միջազգային աջակիցների ցանց ձևավորելուն, գործընթացը որպես խաղաղ եւ իրավական ներկայացնելուն, բայց իրականում այն կրում էր բացահայտ սպառնալիքներ Հայաստանի դեմ։ Զուգահեռ կազմակերպվեցին տարբեր քարոզչական ֆիլմերի ցուցադրություններ, երիտասարդ դեսպանների ծրագրեր, պատմության կեղծ դասագրքերի հրապարակումներ, դիվանագետների հետ հանդիպումներ եւ այլ միջոցառումներ։ Այս հակահայկական կառույցի նպատակներից թվը մի քանիսը։ Առաջինը վերաբերում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը որպես Ադրբեջանի պատմական տարածքային ամբողջականություն ներկայացնելու քաղաքական եւ միջազգային թեզին։ Երկրորդ, միջազգային հանրության մոտ ստեղծել Ադրբեջանի պատմական արդարությունը վերականգնելու միջազգային գաղափարախոսության ընկալում։ Դրան զուգահեռ իրականացնել տեղեկատվական ճնշում Հայաստանի Հանրապետության վրա, իրենց կեղծիքը պատմական ներկայացնելը որպես իրական։ Իրականում մերօրյա իշխանությունը, որը շատ է սիրում կիրառել հիբրիդային պատերազմ բառը, չգիտես ինչու Արևմտյան Ադրբեջանի համատեքստում խուսափում է այն կիրառելուց։ Կհարցնեք ինչու։ Այս հարցի պատասխանը կթողեմ ձեր մտորումների դաշտում։ Արևմտյան Ադրբեջան հակահայկական կառույցը դա Իլհամ Ալիևի կողմից ստեղծված քաղաքական կառույց է, ոչ թե հասարակական։ Ու քանի այսօրվա իշխանությունը չի ցանկանում այս խնդիրը ընկալել որպես ազգային անվտանգության հարց, չի բացառում, որ մոտ ապագայում կունենանք քարտեզների փոփոխության իրականություն։ Ձեզ հետ ես Ադրբեջանի հարցերով փորձագետ եւ միջազգայնագետ Գառնիկ Դավթյանս, լավ եղեք, կհանդիպենք։